Սոհրաշալի օրամ սաղիս համար և մենք այսօր առավոտը մենք մի հատ լավ թեմա ենք խոսացել և ես որոշել եմ, որ այն ինչ որ մենք խոսում ենք առավոտը, մենք երկրորդ ծառայության պետք է կրկնենք դա ուղղակի հայերեն, որպեսզի ասենք, երբ որ եկեղեցին շարժվում է, դա պետք է մի բան շարժվի։ Չեղնի, որ ասենք ինչ որ միտեղ մի բան աղնեմ, ուրիշտեղ նույն ծառայության ժամանակ ուրիշ բան աղնեմ։ Մեր մոտ օրինակ Սամարա, երբ որ 3 հատ ծառայություն կա ու 3 ծառայության ժամանակ նույն բանն է քարոզվում։ Դրա համար մենք այսօր խոսալու ենք մի հատ Հիսուսի պատվիրանի շուրջ և շատ պետք է ասենք ուսումնասիրենք մի հատ պատվիրանը, որը կոչվում է Միդատիր։ Մենք սովորենք այդ խոսքին ու երբ որ ինչ-որ մի բան պատահում է, մենք միշտ այդ խոսքը օգտագործում ենք, ասենք Միդատի։ Նաև եթե մենք ուշադրություն դարձնենք այն մարդիկ, ովքեր եկեղեցուց դուրս են, ընդհանրապես եկեղեցի չեն գալի, այդ մարդիկ էլ են օգտագործում այդ բանը։ Իրանք էլ են ասեմ Միդատի։ Երբ որ գալիս է ինչ-որ իրավիճակներ, որի ժամանակ մենք թույլ ենք տալ ինչ-որ մի սխալ ու հանկարծ մեկը մեզ ասում է, որ դու սխալ ես, ասես Միդատի ինձ։ Դա տենց է։ Ու գիտեք, արդյոք դատելը լավ չի։ Թե մենք պետք է լռենք, եթե տենում ենք մեղքը, թե մենք պետք է չխոսանք, երբ որ տենում ենք ինչ-որ սխալ բաներ, ույն ձևով մենք պետք է խոսանք։ Չդատելը, եթե մենք ուշադրություն դարձնենք պատմության մեջին, չդատելը բերել է դրան, որ Եվրոպայում այսօր տոլերանտնեսն է մեծացել։ Մարդիկ ապրում են մեղքի մեջ, ու շատ աղավոր մեղքերի մեջ, ու ասում են դա նորմալ է։ Ոչ մեկը իրանք չունի դատի, ու ոչ մեկը իրանք չունի, ասի որ քո աչքի վերևում կա։ Բայց թե արդյոք Աստված դա էր ուզում ասի։ Գիտեք, երբ որ Հիսուսը ասում էր դա, Մատթեոս ավետարանի 7-րդ գլխում դա գրված է։ Երբ որ ինքը դա ասում էր, ինքը ի նկատի ուներ ընդհանրապես ուրիշ բաներ։ Մենք չպետք է լռենք մեղքի տենալով մեղքը։ Մենք չպետք է լռենք դա։ Մեղքին մենք պետք է ասենք մեղքը, որ դա մեղք է։ Բայց թե մենք իրանք չունենք, մեզ դնենք Աստծո տեղը, որովհետև մենակ ինքն է դատավորը։ Մենակ ինքը իրանք ունի վճիռ կայացնելու հատկությունը։ Մենք իրանք չունենք վճիռ կայացնելու։ Իսկ երբ որ մենք տենում ենք մարդուն ու ինքը ինչ-որ մի հատ սխալ բան արել, ինչ ա եղնեմ, մենք ասում ենք դու սխալ ես, դու արժանի չես, դու ամենավերջի մարդն ես, ու մենք տենց ենք, սովորել ենք տենց, մանկուց եմ ես սովորացրել տենց։ Ինչ են ասեմ դպրոցում, երբ որ դասը չենք սովորեմ, կգնաս, աղբանոցներում կավրես, փողոց կավլես, դու արժանի չես ոչ մի բանին, ծնողը երբ որ մի բանեն չենք անում, ծնողը ինչ էր ասեմ ես, դեբիլ։ Չեր ասեմ, ասում էին, լայլի հայկական թաղեմ կեզ։ Դա տենց է, ու դա եղել է մեր կյանքը, բայց թե Հիսուսը եկել է ընդհանրապես ուրիշ բաներ սովորացնելու մեզ։ Հիսուսը եկել է, որպեսզի մենք հասկանանք, որ մենակ ինքն է դատավորը։ Մենք իրանք չունենք մարդկանց դատելը։ Մենք իրանք ունենք մեղքը հանդիմանելը։ Մեղքին հանդիմանելը, մեղքին ասելը ոչ,
Իսկ մենք իրանք չունենք մարդուն դատել է։ Մարդը ստեղծված է Աստծո պատկերով։ Աստված մարդուն ստեղծեց ու ամեն մեկը ստեղծված է իր պատկերով։ Դրա համար երբ որ Հիսուս ասում է մի դատի, նա նկատի ուներ այն, որ ով ես դու այն մարդ, որը դատում ես ուրիշի ծառային։ Դա գրված է Հռոմեացիների 14-րդ գլխում 4-րդ խոսքն ասում է. դու ով ես, որ ուրիշի ծառային ես դատում իր տիրոջ առաջ եւ նա կանգնում է, որի առաջ նա կանգնում է կանգնում։ Հռոմեացիների 14-րդ խոսքն է։ Ինչը նկատի ունի Աստված, որ ամեն մարդ նա կայնած է Աստծո առաջը։ Ամեն մարդ նա կայնած է իր առաջը։ Ու մենակ Աստված գիտի, թե այդ մարդը ինչ իրավիճակներով անցնեմ։ Մենք սաղս անցնեմ ենք ինչ-որ իրավիճակներով։ Մենք ընկնեմ ենք, մենք բերենք կենեմ։ Մենք իրանք չունենք մարդուն դատել, որովհետև մենք չգիտենք ինչ փորձությունների մեջ է ինքը ընկավ։ Ինչքան ինքը թափեց արդյունք քշերը, ու ինչքան ինքը ծնգի վրա կայնած էր, որպեսզի հաղթի դա, ինչ որտեղ կարող է չստացվեց։ Ինչ որտեղ ինքը թուլացած եղավ, չկայեցավ այդ բանը հաղթի։ Ուստի գայսա, որ մենք իրանք չունենք դատելու իրան, ասել, որ այ ինքը տենց է, всё, ինքը այդ բանը արելա, ուրեմն ինքը էդ է։ Չէ, ամեն մարդ ինքը իրանք ունի սխալվելու, մենք էլ ենք սխալվել։ Ու մենք չպետք է մոռանանք, որ մեր սխալները Աստվածները ման։ Ինչքան մենք ընկնեմ, ինչքան շատ մենք բաներ են գործում, որ դուր չի գալի Աստծո, մեղք են գործում, բայց Աստվածները մա դա չէ, որ մենք գալիս ենք ու ասում ենք Աստված ջան կներես, ես սխալ եմ եղել։ Եթե մենք ուշադրություն դարձնենք դա Մատթեոս ավետարանի 7-րդ գլուխ 3-րդ խոսքն է, ասում է ինչու ես նայում քո եղբոր աչքի շուղին, հա? Քո եղբոր աչքի շուղին, մինչդեռ քո աչքի կերանը չես զգում։ Նշմարում իմ մոտ զգում է գրած։ Խիա ինքը այդ բանը ասան։ Ասում եմ մենք շատ վաղտ է, մենք տենում ենք մարդու մի պուճուր մեղքը, մենք տենում ենք այն մարդու ինչ-որ արարքները, բայց թե մենք շատ վաղտ ուշադրություն չենք դարձնում մեզ։ Հիսուսը այդ խոսքերով ուզում էր ասի, որ դու սկզբից նայի քո կյանքը, քո կյանքի վրա ուշադրություն դարձրա եւ քո կյանքը դզի, որպեսզի դու սկսես դզվելը։ Գիտեք, ռուսերենում sense բան ասում изменишься ты, изменится все вокруг тебя։ Ասում կփոխվես դու եւ կփոխվի քո շուրջը ամեն ինչը։ Երբ որ դու փոխվում ես, քո շուրջը ամեն ինչը փոխվում է։ Ես հիշում եմ, երբ որ ասենք մենք զբաղվում ենք բիզնեսով, այն վաղտ մեզ դասավորացնում էին, որ սկզբից դու պետք է քեզ ուշադրություն դարձնես։ Երբ որ դու փոխվում ես, քո կողքը սաղ պետք է փոխվի։ Ու դա ճիշտ է։ Ուշադրություն կդարձնեք, երբ որ դուք եկել եք Հիսուսին, դուք փոխվել եք, սկսել եք ուրիշ ձևով, այն մարդիկ, ովքեր ձեզ դեմ են եղել, կամ տենում եք արդեն իրանք ավաշի ուրիշ ձևով են նայում ձեզ։ Այդ մարդկանց համար մենք լույս ենք դառնում այդ ժամանակ։ Դրա համար Հիսուսը ասում է, սկզբից դու քեզ նայի, սկզբից նայի քեզ, տես քո կյանքի մեջին ինչ կա, ոնց դու կարաս քո կյանքը դզես, որպեսզի քո կյանքի մեջին այդ բանը դուրս գա։ Երբ որ դու կարենաս այդ գերանը քո կյանքից հանես, դու կարենաս գաս այդ աղբորը եւ ասես,
ես գիտեմ ոնց դա դզել քո կյանքի մեջին, որովհետև իմ կյանքի մեջին դա եղել է ու ես կարեցել եմ դա հաղթել։ Հանդիմանությունը հենց դա է, երբ որ դու գալիս ես իր մոտ, քո աղբոր, քո քվոր մնոտ, ու ասում ես, գիտես, ես քեզ շատ եմ սիրում, դու դժվարությունների մեջ ես, ես գիտեմ այդ դժվարությունները, ու ես գիտեմ դրանից ոնց կարանք դուրս գանք, արի ես քեզ օգնեմ, իրար հետ դրանից դուրս գանք ու մենք հաղթող կեղնենք։ Հանդիմանությունը հենց դա է, ոչ թե դա որ գաս ու ասես դու մեղ ես գործել եւ սրանից հետո դու էլ ոչ մի բան ես, դու ոչ արժանի չես ոչ մի բանի։ Գնա իմ աչքից կորի։ Տենց այգնեմ։ Շատ վաղ մենք այդ բաներով ենք անցնեմ։ Դատապարտությունը ասում է դու տականք ես։ Դու կորած ես, քեզ հետ ամեն ինչ պարզ է։ Հանդիմանությունը ասում է դու իմ եղբայրն ես։ Դու մոլորվել ես, բայց թե դու թանկ ես Աստծո համար եւ քո մեղքը քեզ կործանում է։ Ես գիտեմ ոնց կարամ դուրս գամ դրանից, ես քեզ կօգնեմ։ Դրա համար մեծ տարբերություն կա հանդիմանության եւ դատապարտության մեջին։ Ու մենք շատ պետք է ուշադրություն դարձնենք ոնց ենք մենք մոտեկանը։ Հովանու ավետարանի 12:47 խոսքը գրված է, որ ասում է Հիսուսը եկավ փրկելու, ոչ թե դատելու։ Ու մենք, որպես իր ներկայացուցիչները ստի, մենք այդ խոսքը պետք է հասկանանք եւ վերնենք։ Մենք իրանք չունենք դատելու մարդկանց։ Մենք կարանք մենակ իրանց օգնել։ Մենք կարանք մենակ այդ մարդկանց բարձրացնել։ Գիտեք, ճիշտ հանդիմանությունը բարձրացնում է մարդուն։ Ինչքան ուզում է ինքը մեղքի մեջ եղնի, ինչքան ուզում է ինքը սխալ եղնի, ու ինչքան ուզում է ինքը չուզենա դրա մասին լսի, ճիշտ հանդիմանությունը իրան բարձրացնում է։ Ոչ թե իջացնում է եւ կողմալա դեռ ավելի լավ ցեխի մեջ։ Նա հետնել վերակենեմ կայնմա ու ասում կորի։ Հանդիմանությունը մարդուն բարձրացնում է եւ տալիս է ուժ հաղթելու։ Դրա համար մենք շատ ուշադիր պետք է եղնենք մեր խոսքերին, մենք շատ ուշադիր պետք է եղնենք ոնց ենք մենք մարդկանց հետ խոսում։ Ու ամեն բանի մեջին, երբ որ մենք տենում ենք մարդը ինչ-որ մի բանի մեջ ընկելա, մենք պետք է հասկանանք միայն մի լավ բան։ Այդ մարդու համար Աստված թափել արյուն։ Այդ մարդը արժեք ունի, Քրիստոսի արյան արժեքն է։ Եվ Քրիստոսի արյունը խոսում ամեն ինչի մասին։ Մարդը լավն է, մեղքն է վատը։ Այ մեղքի դեմ մենք պետք է կայնենք, մեղքին մեղք ասենք։ Ու երբ որ մենք մեղքին մեղք ենք ասում, այդ վաղտ մեղքը չի բանանի, գլուխ չի բարձրացնի։ Նա չի կարող ոչ մի բան անի մեր կյանքը։ Երբ որ մենք այդ մեղքին ասում ենք դու մեղք ես, դու իմ կյանքում գործ չունես, ու դու գործ չունես իմ հնգոր կյանքում, դու գործ չունես իմ ծնողի կյանքում, դու գործ չունես իմ երեխու կյանքում։ Ասում երբ որ դեմ կենակ, փախչի։ Սատանան շատ է ուզում մարդկանց մոլորացնի։ Նա մարդկանց շեղմա հիմնական դպատակներից այն բանի մեջին, որ մարդիկ սկսում են իրար հետ վիճել, մեղադրել իրար, սկսում են բամբասել։ Ուրախանում է, երբ որ մարդու հետ ինչ-որ մի վիճակի մեջ են ընկնում։ Վեճի մեջ են ընկնում, սկներեք ես մի քիչ։ Վեճի մեջ են ընկնում։ Նա ուրախանում է այդ վաղտ։ Իսկ եթե այդ մարդը գալիս է, քո եղբայրը գալիս ու ասում է, գիտես,
Ես գիտեմ քո դժվարությունները, ես եկել եմ քեզ օգնեմ։ Պետք չի լի, ընդհակառակ կեղնի ուժ։ Ես չգիտեմ, գիտեք թե չգիտեք, Հիսուսի խոսքն ասեմ, ասма 1,000-նա քշեմ, 2-ով 10,000-ն է քշեմ։ Ոնց 2-ով կարա 10,000 եղնի։ Գիտեք, երբ որ երկուսը միաբանվում են իրար, ստացվում է, ոնց ես ասեմ, турбоускорение, սիներգիա, որ երրակյա մեծանում ուժը։ Դրա համար, երբ որ մեկը կռվում է, եւ հանկարծ հաջորդը գալիս ու ասում է ես քեզ կօգնեմ, ես գիտեմ։ Երկուսով երբ որ միաբանվում են, ուժը ուժեղանում է, ավելանում է, մեծանում է, ու դա տալիս է զորություն մեզ։ Հաղթանակը դա հենց դա է։ Ու ոնց մենք կարան գանք եւ այդ բաները անենք։ Առաջի հերթին մենք պետք է երբ որ մենք ինչ-որ մի բան տեղանք մեր եղբոր կամ որ կյանքը մենք պետք է առաջի հերթին կանգ առնենք։ Ոնց ինչ նկատի ունենք, չվրազենք, չգնանք ու ասենք դու գիտես, ես տեղա, դու մեղավոր ես։ Չէ, չշտապենք, կանգ առնենք, մի հատ աղոթենք այդ մարդու համար, մի հատ տենանք իսկ իմ կյանքում ինչ կա, կարող է եւ իմ կյանքում նենց բաներ կա, ինչ-որ դրա նման բաներ, ասմա մարդը շատ վաղ տմա ուրիշի կյանքի մեջի մեղքը, մենակ այն ժամանակ, երբ որ իր կյանքում նմանատիպ բան կա։ Իսկ եթե իր կյանքում նմանատիպ բան չկա, ինքը չի նկատի, դա չի հասկանա։ Ու կամ եղել է իր կյանքում, ու ինքը դրանից դուրս է եկել։ Դրա համար սկզբից կայնենք, սպասենք, հետո աղոթենք իրանց համար, այդ մարդկանց մոտիկանանք, իրար հետ աղոթենք։ Իսկ եթե մարդը չի ընդունում, ինչ պետք է անենք։ Աստվածաշունչ ասում է, երբ որ դու եկար ու հանդիմանեցիր, սիրով հանդիմանեցիր, չընդունեց ինքը դա գնա ասում է Հովիտ ասա, որպեսզի Հովիվը գնա խոսա հետը։ Գիտեք խի, որովհետև ասես մի հատ բան կա, որ մենք ուժ ունենք, ոնց որ ответственность, պատասխանատվություն ունենք այն մարդկանց համար, ովքեր իրանց կյանքը մեզ դավեր են արել։ Մեզ թողել են, որ մենք մտնենք իրանց կյանքի մեջի։ Դա կարա եղնի ուսուցիչը իր աշակերտին հանդիմանի, դա կարա եղնի ծնողը իր երեխուն ասայն, դա կարա եղնի հովիվը իր եկեղեցու անդամին ինչ-որ բաներ ասելու, կամ հնգերը, հնգորը, աղբերը, աղբորը, կամ քիրը, քվորը, եթե են մի քիրը ունի, ասմա ես կարիք ունեմ քո օգնության։ То есть ինքը հա թույլ տալի, որ դու քո իր կյանքում ինչ-որ բան անես։ Դրա համար իսկ եթե ինքը թույլ չի տալի, մենք ունենք մի հատ զոր զենք, որ ասում է սու խոսքն է, մեր աղոթքը, որ մենք կարանք կայնենք աղոթենք ու տվյալ անձնավորությանը խլենք չարի ձեռքից, խլենք և բերենք Աստծո ներկայության մեջ։ Գիտեք, այն բանով, որ մենք ամեն մեկս եկել ենք հավատքի, դա ինչ-որ մեկի աղոթքն է եղել, որովհետև չարը չի ուզում բրախի մեզ, նա չի ուզում, որ ինչ-որ մեկը գա ճանաչի Հիսուսին, ճանաչի այն զորությունը, որը Հիսուսը տվել է իր աշակերտներին,
Այն ուժը, որը տվել է Սուրբ Հոգին մեզ, այն հաղթանակը, որը Հիսուսը ունեցավ խաչի վրա եւ տվեց մեզ, նա չի ուզում դա անի։ Դրա համար, երբ որ մարդը գալիս է Աստծու մոտ, դա ինչ-որ մեկը կայնել է եւ կռվել է։ Նա ինչ-որ մեկը կայնել է եւ անել այդ մարդկով։ Դրա համար մենք շատ պետք է կայնենք մեր բարեկամների համար, մեր երեխեքի համար։ Մայրական աղոթքը ուժեղ աղոթք է։ Մայրական աղոթքը սարերաշարժ է։ Ծնողը, երբ որ կայնում է իր երեխու համար, երբ որ կայնում է իր բարեկամների համար, դա շատ ուժեղ է։ Եվ մենք պետք է կայնենք եւ կռվենք դրա համար։ Ոչ թե դատենք իրանց, այլ սիրով վերաբերվենք իրանց համար։ Երբ որ մենք դա սիրով ենք վերաբերվում, այդ մարդիկ կհասկանան այդ սերը, նրանք կզգան այդ սերը, եւ այդ սերը եղնի իրանց համար լույս փրկության համար։ Գիտեք, մենք առաջ ծառայության ժամանակ դրա մասին չենք խոսացել, բայց այսօր ես ուզում եմ, ես հասկանում եմ, որ դրա կարիք կա եւ մենք այսօր պետք է աղոթենք մեր բարեկամության համար, մեր հարազատների համար, իրանց փրկության համար, որպեսզի իրանք գան։ Ինչքան լավ է, երբ որ ծնողը գալիս է ու իր երեխան է գալի եկեղեցին։ Ինչքան լավ է, երբ որ կինը գալիս է ու իր ամուսինը իր հետ է։ Ինչքան լավ է, երբ որ երեխեքը գալիս են ու իրանց ծնողները հետն են։ Գիտեք, երբ որ ես ապաշխարել եմ, դա եղել է 95 թվականի մարտի 1-ին, ես այն վաղ ինձ մենակ մի բան ասեցին հենց առաջի օրը, որ ասավ փրկվել ես դու եւ պետք է փրկվի քո ամբողջ ընտանիքը։ Ես ասեցի, Աստված, ես ուզում եմ, որ իմ ընտանիքը ամբողջովին փրկվի։ Մարտի 2-ին փրկվել է իմ աղբերը, մարտի 1-ին այդ նույն օրը փրկվել է իմ քիրը, մարտի 4-ին փրկվել է իմ մերես, հերես 10 տարի հետո է փրկվել, բայց փրկվել է, պապան շատ իրազնավորություն էր, ասավ լավ բերեք տենամ այդ ինչի մեջին եք դուք ընկել, նոր կտակարանը վեկալավ, կարդաց միջև այն պահը, երբ որ գրված է, որ Հիսուսը ջուրը գինի սարքեց, ասավ մեր նաշ բացան, գիրքը փակեց ու ասավ արխեին, դուք ձեր բանով, ես իմ բանով, 10 տարի ժամանակ պետք եկավ, որ մենք կայնած ենք աղոթքի մեջին, որ ինքը փրկվեց ու բуквально 2 շաբաթ հետո ինքը մահացավ։ Բայց թե այն բանով, որ մեր ընտանիքները պետք է գան Աստծուն, որովհետև մենք ենք եկել, եւ դա ասում Աստծո խոսքը, եւ մենք պետք է դրա համար կայնենք ու աղոթենք։ Ամեն։ Եկեք կայնենք ու մենք իրար հետ աղոթենք դրա համար։